Ինչու՞ կարող եք ասել թիմակիցները քվետանի արժանիքի համար, ինչ է կարելի։ Ըստ տարիների որպես հիմնադիր անդամ ես հանդիսանում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ եւ կարծում եմ եղել եմ այս տարիների ընթացքում լավ կուսակցական թե ընդդիմադիր ժամանակահատվածում եւ թե իշխանության ժամանակ։ Պարոն Փափուկյան, հատկապես այսպես քննադատվում է թե հանրության կողմից, թե նաեւ ԿՊ-ում է, հա, այս շատ քննարկումները դեր քաղաքապետանի աշխատանքը, դրա հետ կապված իշխանությունների շատ դժգոհություններ կան։ Օրինակ ձյունը, փոսալությունները, ճանապարհները, սխցանումները ու սա անգամ ԿՊ-ին դուր չի գալիս, որ դրա պատճառով իրանք էլ են թիրախավորվում։ Սեզով է ասել, որ քննադատում են, մենք ունենում ենք քննարկումներ մեր թիմակիցների եւ նաեւ հանրությանը տալիս ենք այն բացատրությունները մեր կատարած աշխատանքի եւ նաեւ թերացումների հետ կապված եւ գործընկերային մթնոլորտում մենք բոլոր հարցերը քննարկում ենք, այդ չի ասի, որ ինչից է դժգոհում հանրությունը։ Ճանապարհների, խցանումների, մանավանդ երբ որ ջուն է գալիս, կաթվածահար է լինում ամբողջ ճանապարհը։ Ուրեմն ձեզ նշեմ, որ այս տարի նախորդ տարի ավելի ճիշտ եւ նաեւ այս տարի շարունակվեց աննախադեպ քանակի ջուն է եկել։ Մենք այդ ձյանը նախապատրաստված ենք եղել եւ ես կարծում եմ իմ գնահատմամբ, որ մենք կարողացել ենք կատարել բաշաշ ձնամաքրման աշխատանքը։ Պատրաստված ենք, օրինակ հենց թարմ օրինակը 3 ձյուն տեղած տեսնում ենք այսպես լճեր էր գոյացել, թե կենտրոնում, թե տարբեր վարչական շրջաններում։ Եթե անկեղծ ես չեմ նկատել այդ լճերը եւ ես կարծում եմ, որ այդ լճերը ձյուն է եկել, բնականաբար կարող է միանգամից հանրությունը մեզանից սպասում է այսինքն ավելի շատ լրագրողները մեզանից սպասում են, որ հələ ձյունը չտեղած արդեն օդի մեջ մաքրվի ձյունը։ Ժողովուրդ ջան, ձյունը պետք է գա, նստի, որպեսզի կարողանանք մաքրել։ Պարոն Փափուկյան, դուք Երևանի ավականու ընտրություններին բացարձակ քվեով իշխանություն չդարձաք, այլ փորձեցիք գործընկերներից քվե վերցնել, այսպես ասած։ Կարծում եք խորհրդանական ընտրություններին այդպես բացարձակորեն պետք է դառնանք իշխանություն։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջին փուլով 50+1 ձայներ ունենալու է առնվազն։ Իսկապես որտեղ է այդ շփումներում, մեր հանրության հետ շփումներում, հասարակության հետ շփվելով, մեր կատարված աշխատանքով եւ առհասարակ վստահությամբ գալիս։ Երբ Ավականու Երևանի քաղաքապետի ընտրություններին նման վստահություն եք ցուցաբերում, բայց այդ վստահությունը չարթարացավ։ Առավել վստահ ենք, քան ավականու ընտրությունների ժամանակ։ Ինչի հաշվին։ Դե նշեցի ձեզ ինչի հաշվին, 3 պատճառ բերեցի ձեզ։ Նաև ասում եմ, որ ԿՊ-ն այսպես կուսակցական, այսպես միայն մի անձի կողմից կառավարվող կուսակցություն է, ու Նիկոլ Փաշինյանը ինչ որոշում կայացնում է, մյուսները այդպես խելոք, առանց ինչ որ կարծիք հայտնելու, ընդհանրապես սեղ կոճակ են սեղմում։ Ես 2 անգամ եղել եմ վարչության անդամ, մի որոշ հատված եղել եմ պատգամավոր եւ երբևէ նմանատիպ վարվելակերպ չեմ տեսել, որովհետեւ լինելով վարչության անդամ մենք այնպիսի քննարկումներ ենք ունեցել, որ մեր քվեարկություններով եղել է այն ինչին որ ենթադրենք կողմ է եղել վարչապետը, բայց դեմ քվեարկություններով քվեարկողները ավելի շատ են եղել եւ այդ որոշումները չի անցել, այնպես որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պես ժողովրդավար, անկեղծ մենք երբեմն քննարկում ենք ունեցել, թե մենք չափից ավել ժողովրդավար ենք, որովհետև եթե դուք ներկա լինեք մեր վարչության նիստերին կամ մեր նախաձեռնող նիստերին, դուք կտեսնեք այդ ժողովրդավարությունը։